Եթե սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները թողնի ուժի մեջ, ապա ազգային ժողովի առաջին նիստը պետք է գումարվի օգոստոսի 2-ին։ Ընտրությունները անվավեր ճանաչելու դեպքում որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ քան 15 եւ ոչ ուշ քան 30 օր հետո անցկացվելու է վերաքվեարկություն մասնակցած քաղաքական ուժերի նույն կազմով։ Իսկ եթե նաեւ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվեն, ապա այդ որոշումը ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան 70 օր հետո անցկացվելու են նոր հերթական ընտրություններ արդեն նոր առաջադրմամբ։ Սա հակիրճ հնարավոր տարբերակների մասին։ Այժմ փորձենք հասկանալ, որ տարբերակը որքանով է հավանական եւ ըստ այդմ որի դեպքում ինչ զարգացումներ են հնարավոր։ Սահմանադրական դատարան դիմելը քաղաքագիտության տրամաբանության մեջ համարվում է ժողովրդավարությունը ամրացնող գործընթաց, բայց եթե այն տեղի է ունենում հետխորհրդային երկրի տարածքում արտաքին ազդեցության ներքո, ապա արդեն վտանգ է ներկայացնում նույն այդ ժողովրդավարության եւ տվյալ դեպքում ընտրությունների լեգիտիմության համար։ Եթե սահմանադրական դատարանը ընտրությունները չեղյալ չհամարեց եւ լեգիտիմացրեց դրանով եւ այս օպոզիցիոն խմբերը ընդունեցին արդյունքներով առաջ շարժվեցին, դա շատ լավ կամրացներ Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի դեմոկրատական կառույցները։ Քաղաքագետ Աննա Օհանյանի կարծիքով առավել հավանական տարբերակը այն է, որ սահմանադրական դատարանը անվավեր չի ճանաչի ընտրությունների արդյունքները, բայց կա նաև հակառակ տարբերակ, այսինքն սահմանադրական դատարանը այնուամենայնիվ կարող է նաև անվավեր ճանաչել ընտրությունները։ Դա արդեն շատ վտանգավոր լծակ է, քանի որ դա փաստորեն Հայաստանի պետության դուռը բաց է թողնում դրսից արտաքին միջամտության համար, հիմնականում Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանում շատ նման է մյուս այլ երկրներում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այսինքն դելեգիտիմացնել, կասկածի տակ դնել ընտրություններ, պետության ունակությունը մաքուր ընտրություններ անցկացնելու ունակությունը կասկածի տակ դնել։ Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում, որի հավանականությունը նորից ընդգծենք, որ քիչ է, քիչ հավանականությամբ էլ նույն կամ մոտ արդյունք կարող է ստացվել։ Հարցերն այստեղ շատ են։ Արդյոք չի նվազի մասնակցության թիվը, արդյոք կկիրառվեն նույն գործիքները եւ որն է դրանցից ավելի կարևոր դեր խաղացել։ Ընտրակաշառքը շատ կարևոր դեր խաղաց, բայց ամեն ինչ եւ այդ առումով Հայաստանում պարլամենտում օրգանական Հայաստանի ներսում ձևավորված օպոզիցիոն կուսակցությունների թուլությունը մնում է Հայաստանի դեմոկրատիա եւ պետականության թուլության խնդիր։ Ռուսաստանը կփորձի նույն գործիքակազմը օգտագործել, բայց չեմ կարծում թե հաջողության հասնի այս անգամ, քանի որ ժողովուրդը արդեն տեսավ ինչ կատարվեց, ինձ թվում է, որ եթե նոր ընտրություններ նշանակվեն, դա ավելի շատ քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությանը օգուտ կանցնի, քան թե ավելի ռուսամետ Ռուսաստանի հետ կապեր ունեցող կուսակցությունների հետ։ Այժմ այն մասին, թե ինչու են իշխանությունները ցանկանում շատ արագ փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում։ Խոսքը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը բավարար չլինի ընտրությանը մասնակցելու համար, այլ կարևորվի նաև իրական կապը փաստացի եւ տևական բնակությունը Հայաստանում։ Աննա Օհանյանի կարծիքով այստեղ հապճեպություն հարկավոր չէ, նման օրենքը կարող է վնասել Սփյուռքի հետ գործակցությանը։ Վերադառնալով հայ-ռուսական լարվող հարաբերություններին, ինչ կարելի է ակնկալել մեր մեծ ու դարավոր բարեկամից առաջիկայում՝ աճող ագրեսիա, թե որոշակի մեղմացում։ Հայաստանը մինչև հիմա փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ մենք ոչ միտեղ չենք գնում, եւ այս մուկուկատու խաղը, որ Պուտինը եւ Փաշինյանը վարում են, Պուտինը փորձում է երկբևեռայնության շրջանակը հագցնել Հայաստանի վրա, իսկ Հայաստանի ղեկավարությունը փորձում է խուսափել այդ շրջանակից, քանի որ դեռ անդամ է Հայաստանը ռուսակենտրոն կազմակերպությունների, կախվածություններ ունի Ռուսաստանից, այսինքն ճանապարհ կա, որ Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանի նման փոքր պետության հետ հարաբերությունները իրեն շահեկան են, քաղաքական առումով հատկապես։ Նաև տնտեսապես հավելացնում է քաղաքագետը, Ռուսաստանի տնտեսությունը առանց այն էլ թուլացած է։ Իրано-ամերիկյան հարաբերությունների բարելավումը հօգուտ Ռուսաստանի չէ։ Ուկրաինան սաստկացրել է գործողությունները, Եվրամիության պատժամիջոցներն էլ շարունակվում են ու ավելանում։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։